Ճապոնիային լուրջ անհանգստացրել է Ռուսաստանի կողմից Կուրիլյան կղզիներում ռազմակայան ստեղծելու մասին հայտարարությունը։ Ճապոնիայի կառավարության անդամներն արդեն իսկ զգուշավոր բողոք են հայտնել այդ կապակցությամբ։ Մենք դեռ չենք պարզել այդ հայտարարության ենթատեքստը, սակայն եթե նման ծրագիր իրոք գոյություն ունի, Ճապոնիայի կառավարությունը դրա դեմ խիստ բողոքելու է, քանի որ մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որ կղզիները Ճապոնիայի տարածքին են պատկանում։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից Կուրիլյան կղզիներում ռազմակայանի կառուցման մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Ապագայում Ռուսաստանը նախատեսում է նաև ռազմակայաններ կառուցել Վրանգելի կղզում եւ ռուս-ամերիկյան սահմանի մոտ գտնվող մի քանի այլ տարածքներում։ Մի քայլ, որը վերլուծաբանների խոսքով լուրջ բեռ կարող է դառնալ Ռուսաստանի բյուջեի համար։ Հատկանշական է, որ Կուրիլյան կղզիների խնդրի չլուծված լինելու պատճառով Ռուսաստանը եւ Ճապոնիան երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդպես էլ խաղաղության պայմանագիր չեն կնքել։ Մասնագետների կարծիքով, սակայն, կղզիների շուրջ հարուստ ձկան պաշարները, ինչպես նաև գազի եւ նավթի մեծ քանակը անհավանական են դարձնում դրանց վերադարձը Ճապոնիային։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։